Սարգսյանը։ Մեղադրվում եք իրական օրենսգրքի 3 հոդվածներով, փաստաթղթի կեղծում, սահմանը անօրինական կերպով խախտել եւ քողերի լվացում։ Առաջադրված մեղադրանքը ընդունում է թե ոչ։ Միանշանակ չեմ ընդունում, առաջադրված մեղադրանքը շինց ու մեղադրանք է, բացառապես քաղաքական նկատառումներով է ներկայացված, քանի որ Արտակ Սարգսյանը հայտնեց, որ ունի ինքնավիր հայացքներ եւ փորձել է այս աղմուկ պայքարել իշխանության դեմ, եւ նրա նկատմամբ հարուցված քրեական մեղադրանքը ոչ մի իրավական հիմքեր չունի եւ բացառապես նորից եմ կրկնում, դա իրականացնում է քաղաքական շարժառիթներ։ Եվ նաեւ դատական նիստեր են տեղի ունեցել, ինչ է կատարվել։ Մի վարքյան կներեք, պարոն Սարգսյան կարճ մեկ մեկնաբանություն խնդրեք։ Շատ կարճ։ Ձեր առաջադրված մեղադրանքի կալանքի տակ է։ Ինքը կալանքի տակ չի, ինքը տնային կալանքի տակ է։ Դրանք տարբեր բաներ են, ազատ է։ Չի, հետևաբար ինքը Ձեր առաջադրված մեղադրանքի վերաբերյալ 3 հոդված է, ասվում է, սա քաղաքական է համարում։ Իհարկե քաղաքական, քանի որ արդեն տարի, ինչ-որ 6 ամիս եղա, իրանք էլ ասելու բան չունեն, ասում են ինչ-որ հաղորդագրություններ են ուղարկել այլ երկրներ, 4 երկրից, ինչու 4 չգիտեմ, 71 երկիր են ինչի մնացած ինքեստի էլի մյուս 4-ին է ձողուարկեն, և պաստարվանս ավելի ճիշտ կասի, այո, ճնշել, սավացնել, կանչել համուզել առանց պաստաբանի, սպառնալ, համոզմունքը չեր անցնում, այս այդ քննիչներ այդ մեկին որ հանել են, Հակոբ Շահբանդարյան, Սուրիկազարսակը, ինքս մեղադրել է ակտորին նստել, ոչ թե ասենք հանեին գործից։ Այսօր ինչ եք ակնկալում դատարանից։ Չգիտեմ, դատավորին չենք ճանաչում, չգիտեմ, ինչ Դուք հայտարարել եք, որ ձեզ միջնորդում են, այսպես ասենք, մարդկանց հետ մարդիկ են ուղարկում, որպեսզի հրաժարվեք ձեր քաղաքական հայացքներից։ Այո, ուղարկում են, իրանք էլ կանչում են, ոստիկանն էին ուղարկում են, որ ասում են հարցաքննություն ունես, ստանում են քննչական, ասում են պաստաբանը սուրա, բա չէ զրույց է, այսօր առանց պաստաբան, սկզբից համոզ ունեն, այս կարգավիճակը կրդուրը, ասում են, իմ դրը այս է, ինչ է, բա չէ արի, թող մենք մեր ձևով մեր հարցերը լուծենք ու թվի գնաց, հատավորի պես արդում ենք գործը, չեմ գնա, Երբ կսկսել, Չարենցավան հասնենք, ասում էիք Արցախի համար չգնանք, երբ եք սկսել, Չարենցավան հասնենք կսկսեք, թե Երևան հասնեք նոր եք սկսել, հետո այդ միշտ որ դատարաններում բարձրաձայնել եմ, որ ասում են հեսա զենք ենք գցելու, այդ հարցեր դատավորների դեմ եմ մի տուր, ասում են վախում եք, հետո կրոտա եք, երբ ուզենանք կգցենք, Այսինքն դա նույն զենքն է անօրինական, որի որը միջևաման ենք գալիս, էլի։ Երբ ուզենանք այդ զենքը կգցենք, ասում եմ դե արի կամերան միացրա, դու էդի ասա, որ երբ ուզենաս կգցես, ես էլ ինչ ուզենաս, հետո կանչում ասում արի, այսքան պետական ռեսուրս ենք օգտագործել, ալֆա ենք վերել, արի անձնագրի հարցով դու ինձ վեկա, մյուս հարցով էլ մենք փագենք գնա, ասում չէ, Գնդապետ սարես, չեմ երեսիք եմ, չես ամացում, եք ինձ խնդրում ես, որ հանցանք վիզ վեկալ ենք, որ, ասենք, անձնագրիս է դրկան, սակարամ չես դրկան, կրում ժողոր ջան, բոլոր անձնագրել ես, ստացել են դեսպանատնարից, դեսպանատան կնիքը կա, իրենց մեղադրանքներից մեկը ասում է, դու անձնագիր ես ստացել, բայց, սեկտ համակարգում մուտք ելքը չկա, ուրեմն ապորենի ես մտել, ասում լավ առաջի ձևը բերեք, նույն ես կնիքը առաջի ձևի մեջ է, էլի, դեսպանի ստորագրությունը, առաջի ձևը բերեք, չեն բերում, դե ուզած ընտանիքին ուղարկել եմ արտասահմանից անձնագրերս հավաք է բերել եմ, էլի։ Իրավի վերջո ինչ են ուզում ձեզանից։ Լռեցնել, վախացնել, երկրից գնել։ Իսկ ինչ վտանգ եք դուք ներկայացնում ես ձեզ իրենց համար։ Փող չունենք, իրանց պետք է հարցնել, փող չունենք, ու այլ ընտրանք կա, որովհետև փորձից, այն հայտարարությունները, որ մենք արել ենք, որ
տեխնոլոգիաները, որ գյուղերում են սովորեցնում չի աշխատում, երեքատնտություն են շարել, խախտել եւ ոչ մեկ տեխնոլոգիա չի օգտագործվում, տեխնոլոգիան գիտեն վերանցած ճանապարհը, գիտեն քանի բռնապետի են չափակալը ճանապարհը իրենց պաշտոնից, իրենց պետքանացին Իսկ ձեր նպատակը, ձեր ծրագրերը որոնք են։ Մեր նպատակը բավականին շուտ այս մարդկանց ճամփել, որ Այս մարդիկացելը ո՞ր նկատի ունեք։ իշխանություններին, այսօրվա իշխանություններին, որոնք որ հայկական շահ չեն ներկայացնում։ Այս հայտարարություն անելուց հետո ակնկալում եք, որ ազատ կացակցեք։ Ես ոչ որովի չեմ ակնկալում։ Ինչ կանեմ, թողանեմ։ Աստվածանը պատրաստ է, մենք պատրաստ ենք, եթե արդեն մի դատավոր մասից մեր քոնյանի հետ չգիտենք ինչի չի վերցրել, երևի դարձի եկող դատավորներ ունենք։ Տեսնենք։ Իսկ քննչական խմբի համարը 4 հոգին որ կային, որ մեկին հանել են խումբը ծրել են, հիմա մեկն է մնացել, ես կարծիք ունեմ։ Նրանք հանցագործներ են, պետք է նստեն մեղադրյալի աթոռին։ Չէ, հաստաբանը սերերի կացին։ Եվ նաև ստիպնից կակնենք մի կավարտենք, որ Պարոն Զաքարյան, դատական նիստերը ինչպես են ընթացել, ինչ ապացույցներ են ներկայացել մեղադրող կողմը։ Դատական նիստերը կարելի ասել ընթացել են ձևականորեն, օրենքի պահանջը արտաքնության տեսակայել են այնով, որովհետև այն չափանիշները, որը որ պետք է քննության առարկան կալանքի հարցի քննարկման ժամանակ, որպես այդպեսին ձևական բնույթ են կրել։ Ու հիմնավոր կասկածն է առաջնայինը, դրա բացակայության պայմաններում 4 ամիս տնային կալանքի տակ է գտնվել պաշտպանյալս, այնուհետև հասկանալով դատական համակարգը, որ այդ աստիճան խախտումները չի կարող տալ, փոխեց 2024 թվականի հոկտեմբերի 7-ին փոխեց հապոնման միջոցնական վարչական հսկողությունը բացակայելու արդեն եւ դրա դեմ վերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից մերժվեց, սակայն գլխավոր դատախազը դրա դեմ հատուկ վերանայման բողոք բերեց Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանը ընդունեց վարույթ առանց մեզ տեղեկացնելու, առանց մեզ բողոքի օրինակը ուղարկելու Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Վճռաբեկ դատարանը անձին տնային կալանքի ենթարկելու մասին որոշում կայացրեց։ Ոտնահարելով պաշտպանյալի սահմանադրության կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքը, այն է, որ յուրաքանչյուր ազատությունից զրկված անձ իրավունք ունի այդ դատական ակտը վերադասության բողոքարկելու իրավունք։ Իսկ գործով դատավորնով է։ Որ գործով Այս Մասիս Մելքոնյանն էր սկզբում, հիմա ներողություն անհատական Իսկ ինչ է Մասիս Մելքոնյանը հրաժարվել։ Այդ հարցի պատասխանը ես չեմ կարող։ Ան է մակագրում, այսպես ասած, միջնորդությունները կալանքի հետ կապված դատավորին երևի նպատակը հարմար չի տվել Գործի նորից պետք է ծանոթանա, ոնց է ներկայացնի։ Երկարաձգվելու խնդիր չկա, ուղղակի ուրիշ դատավոր։ Ինչքան ժամանակակալանքի